Այսօր մեր հյուրն է ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուկյանը, որ այդ կզրուցենք մեր տաղավարում։ Շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Այսօր բյուջեն սկսվել է քննարկվել մշտական հանձնաժողովներում։ Այս պահին ձեզ ինչն է ամենաշատը անհանգստացնում այս նախագծում։ Պետք է ասեմ, որ առաջին օրն է լսումների եւ ըստ էության դեռ նոր եմ ծանոթանում բյուջեին, նաեւ քննարկումները շատ հետաքրքիր են անցնում, որովհետեւ բազմաթիվ հարցեր այնտեղ պարզաբանվում են։ Փաստաթուղթը ինքը շատ բարդ է կազմված եւ շատ դժվար է հասկանալ թե ինչի՞նչոց է։ Ինձ համար Նիկոյանը կներեք վերջերս ասել էր, որ շատ պատգամավորներ չեն էլ հասկանում բյուջեի նախագիծը փաստաթղթին առանց ծանոթանալու, դա բնական է, քանի որ բոլորը տնտեսագետ չեն։ Պարտադիր է լինել տնտեսագետ բյուջեի նախագիծը հասկանալու համար։ Չեմ կարծում, որ պարտադիր է, բայց պարտադիր է կարդալը գոնե, որովհետև ինքը շատ ծավալուն փաստաթուղթ է եւ այն հարցերը, որոնց վերաբերյալ օրինակ բարդություններ կան, որ չես հասկանում, պետք է հարցնես եւ այդտեղ ոչ մի ամոթ բան, այսպես ասած, ես չեմ տեսնում եւ տարբեր հարցերով պարզաբանումներ ստանում ենք լսումների ժամանակ։ Ինձ հիմնական առաջին հայացքից թվացող մտահոգող հարցը այս պահի դրությամբ դա պետական ապարատի որոշակի ծախսերի հետ է կապված, որ ինձ թվում է, որ որոշակի ուռճացված ծախսերի խնդիր կա այստեղ, որը բնականաբար լսումների ժամանակ բարձրացվում են այդ հարցերը եւ պատրաստվում եմ ամեն ուղղությամբ օրինակ սկսած բենզինի ծախսից մինչեւ, չգիտեմ, հանգստի եւ առողջության համար նախատեսվող ծախսերը։ Այ օրինակ արտագնա գործուղումների համար նաեւ դա, այսինքն մենք տեսանք, որ այս տարի ամբողջ գումարը սպառվել էր շատ ավելի շուտ, քան նախատեսված էր։ Կառավարությունը նորից պաուստային ֆոնդից գումար վերցրեց։ Տեսեք, ինձ համար ըստ էության ավելի կարևոր է հասկանալ դրա նպատակը ծախսելու։ Այսինքն այն որ գումարը ծախսվում է, ներկայացուցչական ծախս կլինի, գործուղում կլինի, հասկանում եմ, որ պետությանը ներկայացնելու առումով կարևոր է եւ պետք է դա արվի, բայց դրա նպատակը հիմնավորումը ըստ էության շատ դեպքերում չի տրվում եւ շատ կարևոր է մարդկանց բացատրել, թե հարկատուների գումարը ինչ գործուղումների վրա է ծախսվել, ինչի համար են այս մարդիկ գործուղվել այնտեղ, ինչ կլասի, այսպես ասած, տոմսերով են նրանք գնացել, հա, այդ երկրներ, ինչ հյուրանոցներում են մնացել եւ մանրամասներ պարզաբանել, որ մարդը հասկանա իր գումարը։ Ներողություն, դրսում չմնան շատ բարձրակարգ հյուրանոցներում, հեղինակությունը կընկնի մեր պաշտոնյաներ, իրենց վատ կընդունեն։ Ես չեմ կարծում, որ հեղինակությունը կընկնի, որ եթե մարդը բիզնես կլասով չթռչի, որովհետեւ բիզնես կլասի տոմսեր կան, որ 2 անգամ ավելի թանկ է։ Պարզ է։ Շարքային քաղաքացու կյանքը բյուջեի նախագիծը կարելի է փոխել, բյուջեն փոխում է այս։ Ես ինչքանով որ տեսնում եմ համեմատությունով, որովհետև բյուջեում թվերը բերվում են նաև համեմատություն է արվում նախորդ բյուջեի հետ, ըստ էության փորձ է արվել պահպանել նախորդ տարվա ցուցանիշները։ Բայց չավելացնել։ Հա, չավելացնել, բայց գոնե չպակասեցնել։ Ես միտումներ կա։ Մյուս կողմից ես մտահոգություն ունեմ նաև եկամտային հարկի ուժի մեջ մտնելու հետ կապված հունվարի 1-ից, որի համաձայն տեսեք ամբողջ համակարգ է փոխվում եւ այսօր պետական բյուջեով 32 միլիարդ դրամ մոտավորապես պետությունը որպես գործատու գումար է ներդնում աշխատավարձերը բարձրացնելու տեսքով, որ դա չազդի մարդկանց աշխատավարձերի վրա։ Այսինքն այն հարկը, որ պետք է դուրս գա, մնա մարդու նույն աշխատավարձը։ Հիմա ես մտահոգություն ունեմ, որ այդ պետական սեկտորից դուրս անգամ հնարավոր է որ գործատուները տեղեկացված չլինեն, որ պետք է իրենք աշխատավարձերը բարձրացնեն, որպեսզի նույն աշխատավարձը ստանան սովորական քաղաքացիները, որոնք աշխատում են։ Պարզ է, Սերժ Սարգսյանը սկսել է շրջել տարբեր մարմիններում, խիստ քննադատության է ենթարկում, նկատողություններ է անում, երեք նա եղել է գլխավոր դատախազությունում։ Ոմանք այսօր արդեն հայտարարել են, որ նրա այս խորհրդակցությունը ուշացած է։ Դուք ինչ կասեք, սա քարոզչական բանի մեջ է։ Գիտեք, քանի որ դիմաց նախընտրական ըստ էության նախագահական ընտրությունների շրջանն է սկսվելու նախընտրական փուլը, նման կարծիքներ հնչում են։ Եկեք ես էլ այլ կարծիք ասեմ, որ լավ է ուշ, քան երբեք։ Տեսեք, ինձ համար կարևոր է։ Բայց ինչ որ բան կփոխվի։ Այ օրինակ զարմանում են, որ դատախազները ինչպես են իրենց պահում, քրեական գործերի ծանոթացել է, զարմացել է։ Ես չգիտեմ թե ինչ է։ Մեր դատական համակարգը դատախազությունը անկախ է։ Գիտում եք այն տեսակետը, որ գործում են Սերժ Սարգսյանի հրանգով նրանք։ Որ դատականացիաները եւ դատական համակարգը եւ դատախազությունը եւ ուժային կառույցները։ Նման բան ասելուց առաջ պետք է նախ ունենաս այդ դրա մասին ինչ-որ գիտելիքներ։ Ես փաստաբան եղած իմ ժամանակահատվածում կարող եմ ասել, որ մեր գործերով, որ մենք որ զբաղվել ենք, չի եղել այդպիսի բան, որ ասեմ, ես կոնկրետ ինֆորմացիա ստանամ, որ նախագահը հրահանգի ես ինչ դատավորին, որ ես ինչ բան անի։ Հնարավոր է ավելի ցածր բնույթի չինովնիկ լինի, որը ըստ էության դատական իշխանության անկախության խնդիր է։ Բայց եկեք հարցին մի հատ էլ sense նայենք, որ ես նայում եմ ամուլը, որ որևէ կերպ դա չի անդրադարձում։ Մենք անընդհատ բարձրաձայնել ենք խնդիրներ, գլխավոր դատախազությունում, այլ ինստիտուտներում։ Հիմա այդ խնդիրներին սկսել է անդրադառնալ պետական կառավարման
բարձրագույն ներկայացուցիչը, սպառգամ եթե նախագահանա նախագահան, եթե վարչապետն է վարչապետը, հիմա էլ ասում ենք, այդ նոր հիշեցիք եւ այլն եւ այլն։ Այսինքն մի կողմից պահանջում ենք, որ դա արվի։ Հենց սկսում են անել, ասում ենք նոր հիշեցիք, ասում են այլ նպատակներով է սա արվում։ Ինչ նպատակներով։ Եթե նախընտրական նպատակներով արվում, ես մի բան կարող եմ ասել, որ ընտրություններն ավարտվելուց հետո, ով էլ որ կընտրվի նախագահ, չգիտեմ, ինչ կառավարությունը որ կլինի, այդ իներցիան քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքական ուժերը պետք է փորձեն պահպանել։ Այսինքն պահանջեն այդ նույն խորհրդակցությունները անցկացնել։ Շատ լավ, եւ վերջին հարցը, դուք նամակ եք ուղղել վարչապետին եւ ձեզ մտահոգում էր մարզերում գտնվող 63 հուշարձանների ճակատագիրը, որոնք պատրաստում են տեղափոխել մայրաքաղաք։ Ինչ կասեք այս մասին, ինչ որ ընդհանուր պատասխան ստացել եք։ Պատասխան դեռ չեմ ստացել, խնդիրը։ Ինչու է սա ձեզ մտահոգում, քանի որ ասում են ժամանակավոր են բերում։ Խնդիրը կայանում է հետեւյալում, որ նախ շատ դուրս բողոքի ակցիաներ են սկսել համայնքներում կապված իրենց պատմամշակութային անշարժ հուշարձանների տեղափոխման հետ Երևան քաղաք։ Ես կոնկրետ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսք էի տվել, որ մոնիտորինգ եմ ենթարկելու կառավարության ծրագրի եւ յուրաքանչյուր նախաձեռնություն, որ կառավարությունը իրականացնում է, համեմատելու եմ կառավարության ծրագրի հետ։ Եվ համեմատելով այս որոշումը կառավարության ծրագրի հետ, գալիս եմ այն եզրանկման, որ դա ըստ էության հակասում է կառավարության հիմնական ծրագրին 2012-17, որովհետեւ այստեղ խոսքը գնում է ծրագրի մեջ որպես գերակայություն մարզերի համաչափ զարգացման մասին, Երևան քաղաքի բեռնաթափման մասին, բայց մյուս կողմից մենք մարզերից բերում ենք եղածը բերում ենք Երևան, որ ասենք ինչ, որ ասենք տուրիստներ այսօր որ գալիս եք Հայաստան, Երևանում այդ ամեն ինչը կտեսնեք, պետք չի գնալ են պատմական վայրերը, որտեղ այդ ցեղությունները կան։ Պարզ է, շնորհակալություն պարոն Մարուկյան, այո։ Շնորհակալություն իմ հարցերին պատասխանելու եւ մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Իսկ մենք շարունակում ենք թողարկումը